Քրիստոսի սիրույն համար։ Նույնիսկ գսե, եթե կգարձեք, որ ցնորած եմ, քժվել եմ, Աստուծո համար է, իսկ եթե զգացտ եմ, ուրեմն ցեզ համար է։ Որովհետև եթե մեկը բոլորին համար մերավ, ուրեմն բոլորը մերած էին։ Իսկ անոնք, որոնք գենտանի են, միայն իրենց համար չապրին, այլ միայն անոր, ով մերավ բոլորի համար եւ հարություն արավ։ Եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է, քանի որ հինը անցավ եւ ամեն ինչ նոր եղավ։ Աստված Քրիստոսով այս աշխարհը հաշտեցուց իր հետ եւ հաշվի չարավ մարդոց մեղքերը, եւ նա, ով անմեղ էր, Աստված մեզի համար մեղավոր սեբեց, որբեսի մենք անով Աստուծո արդարները ելանք։ Առաքյալը կբարձենա իր ստեղծած համայնքով եւ կգամենա, որ նույն վերաբերմունքը ունենան իր հանդեպ։ Ահա հասվակույտ հանդիպող երևույթ է, որ հոտն ու հովիվը սերտ կապի մեջ լան ըստ Տիրոջ այն խոսքին, որ գսե. պիտի լան մեկ հոտ եւ մեկ հովիվ։ Սիրելիներ, մենք պետք է ուշադիր լանք Պողոս առաքյալի ամեն մեկ խոսքի վրա, որ ինքզինք ներկայացնելով համայնքին առջև ինքզինք չէ որ կներկայացնե, այլ Աստուծո շնորհը, որ իր մեջ կգործե։ Առաքյալը կճանչնա ինքզինք եւ կճանչնա Քրիստոսը, գիտե թե ինչպիսի հավատարմությամբ կծառայե Աստուծո եւ կգամենա